Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, մենք մեր հերթական հաղորդաշարի այս թողարկումը նվիրում ենք քաղաքական ուղղությունների մշակմանը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող հայտեին, այսպես կոչված տարածաշրջանային երկրների հետ համագործակցության, ինչպես նաև գլոբալ փոփոխությունների համատեքստում, եւ մեր այսօրվա հյուրը քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանն է, բարև ձեզ։ Պարոն Ալեքսանյան, ինչպես կգնահատեք Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող այսպես քաղաքականության ուղղությունները տարածաշրջանային երկրների հետ կապված, որովհետև այլ բան է ունենալ կառավարության ծրագիր, այլ բան է ունենալ դեսպանատներ տարբեր երկրներում, սակայն անհրաժեշտ է մշակված ընդհանուր քաղաքական, ես կասեի ռազմավարական ծրագիր, որը հատկապես խիստ հրատապ է այժմյան պայմաններում, երբ որ Հայաստանը 4 հարևաններից երկուսի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բացի այդ ամբողջ տարածաշրջանը գտնվում է լուրջ փոփոխությունների մեջ, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, եւ ինչ եք կարծում, Հայաստանը ունի մշակված քաղաքական ուղղություններին վերաբերող փաստաթղթեր կամ առնվազն տեսլական եւ ինչպես պետք է զարգանան հետագա մշակումները այդ ուղղությամբ, որոնք որ համադրվեն այժմյան նոր ձևավորվող հարաբերություններին։ Համեցեք։ Շնորհակալություն, շատ ծավալուն եւ համապարփակ հարցերը, նախ պետք է նշել, որ Հայաստանի հետպատերազմական Հայաստանի, որովհետև 2020-20-ից հետո կարող ենք արձանագրենք, որ նոր ուժերի հավասարակշռություն է ձևավորվել մեր տարածաշրջանում եւ հետպատերազմական իրողությունները նոր մարտահրավերներ են դնում Հայաստանի եւ ներքին եւ արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման հարցերում եւ այս առումով կարող ենք նշել, որ ինչ որտեղ նաեւ գործընթացներ, որոնք կարող ենք ասել, որ վազող այսպես գործընթացներ են, այսինքն շատ ժամանակ կարող ենք ինչ-որ կանխատեսումներ փորձել անել կամ փորձել որոշակի գնահատականներ տալ, բայց արդեն ուշացած լինեն դրանք, որովհետև գործընթացները, այսպես ասենք, ժամանակը, տարածությունը, տպավորությունը, որ արագացել են, այսպես ամեն ինչ արագ է տեղի ունենում եւ գործընթացները նաեւ պահանջում են հրատապ նաեւ մոտեցումներ, այս առումով կարող եմ հատկապես նշել, որ կարևոր ուղղություն է նաև մեր համար եւ այն պարտավորությունները, որ Հայաստանն ուներ միջազգային կազմակերպությունների առջեւ, բայց միաժամանակ նաև հաշվի առնելով այն խնդիրները, որոնք նաև այդ միջազգային կազմակերպություններն ունեն, մենք այսօրվա իրողությունները հաշվի առնելով կարծում եմ կարևոր այս առումով Հայաստանի խաղաղության խաչմերուկ այդ նախագիծը, որը մեր կառավարությունը ներկայացնում է տարբեր միջազգային ֆորումներում, տարբեր միջազգային հարթակներում, նշելով Հայաստանի պատրաստակամությունը նաև բացել բոլոր ենթակառուցվածքները, փորձել նաև ինտեգրել այս տարածաշրջանային նոր իրողություններում եւ նաև կարեւոր է հաշվի առնելով ձեր ասած այդ երկու հարևանների կողմից ոչ բարեդրացիական նաև մոտեցումները, փորձել նաև այլ խաղացողների միջոցով, այլ գործընկեր երկրների եւ կազմակերպությունների միջոցով փորձել նորմալացնել, ինչպես օրինակ մենք հայ-ադրբեջանական այս գործընթացներում տեսնում ենք այդ դեմարկացիա եւ դելիմիտացիայի գործընթացը, որ նույնպես որոշակի ռազմավարական կամ այսպես մարտավարական քայլերի տրամաբանության մեջ է տեղավորվում եւ նաեւ տեսնում ենք նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի նորմալացման գործընթացի որոշակի միտումներ, երբ որ Հայաստանը փորձ է անում նաեւ դիվանագիտական եւ նաեւ արտաքին քաղաքական տարբեր հարթակներ օգտագործելով, թե ԵՄ Հայաստան այդ համագործակցությունը, թե տարբեր միջազգային կառույցների շրջանակում հնարավոր նաեւ գործիքակազում փորձել նաեւ այսպես զսպել, փորձել նաեւ նվազեցնել այն մարտահրավերները, որոնք մենք ունենում ենք, բայց բնականաբար պետք է ասել, որ որպես փոքր երկիր ցավոք սրտի նոր մարտահրավերների առջև ենք կանգնած, որը նաև պահանջում է ավելի հրատապ, ավելի այսպես նախաձեռնողական քաղաքականություն։ Պարոն Ալեքսանյան, դուք նշեցիք խաղաղության խաչմերուկը, հետաքրքիր է ձեր կարծիքով մենք ունենք այդ ներուժը, որ խաղաղության խաչմերուկն իսկապես մեր եւ հարևան երկրների մասնակցությամբ կամ պայմանավորվածության արդյունքում գործարկվի եւ ապահովի այն անվտանգային, տնտեսական եւ այլ գործոնները, որոնք մենք ակնկալում ենք խաղաղության խաչմերուկից եւ որպես այս հարցի շարունակություն
տարածաշրջանային, թե միջազգային ավելի շատ ներգրավվածություն է անհրաժեշտ խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու համար։ Դա կարծում եմ կառավարությունը երբ որ ներկայացնում է եւ վարչապետ այդ մասին տարբեր այսպես ձևաչափերում միջազգային տարբեր ֆորումներում նաեւ այդ մասին այսպես քննարկում են, կա նաեւ ինֆորմացիոն համապատասխան ուրեմն տեղեկատվություն, որը կարող ենք մենք տեսնել նաեւ պաշտոնական տարբեր կառավարության կայքերի կամ նաեւ ոչ կառավարական հարթակներում, որտեղ քննարկվում են ընդհանրապես խաղաղության, խաղապահության նաեւ գործընթացը մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանի այս իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ դա հենվում է նաեւ միջազգային այն գործընթացների վրա, որոնք մեր տարածաշրջանում տեղի են ունենում, հատկապես հաշվի առնելով Եվրամիության, Կենտրոնական Ասիայի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունները, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի, Իրանի, նաեւ Ադրբեջանի եւ իր այլ հատվածների միջև հնարավոր կոմունիկացիաները, հաշվի առնելով նաեւ Ադրբեջան եւ Վրաստան տրանսպորտային կոմունիկացիաները եւ այս առումով նաեւ Ռուսաստան եւ նաեւ Ռուսաստան, որը նույնպես հետաքրքրված է նաեւ օգտագործել այլ լրացուցիչ հնարավորություններ նաեւ այս մեր տարածաշրջանի պետությունները, հատկապես Ադրբեջանի եւ նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներ եւ այս առումով կարծում եմ, որ խաղաղության խաչմերուկը տեղավորվում է այդ հետաքրքրությունների շրջանակներում։ Բնականաբար դրա հետ կապված անվտանգային եւ նաեւ այլ հարցեր, որոնք նաեւ կառաջանան, որը եւ տնտեսական, եւ քաղաքական կայունության, եւ նաեւ տարածաշրջանի այդ ենթակառուցվածքների այսպես բնականon գործունեություն ապահովելու հարցում բնականաբար մենք Հայաստանը իմ կարծիքով միայնակ չի կարող դա ապահովել, ինքն նամանավանդ հաշվի առնելով, որ այն ենթադրում է միջազգային եւ բազմակողմանի ներգրավվածություն, սա նշանակում է, որ եթե տարածաշրջանային խաղացողները ունենան նման կոնսենսուս այս գաղափարը նաեւ իրականացնելու, նաեւ իրենք նույնպես հետաքրքրված լինեն, կարծում եմ, որ դա իրատեսական է եւ նաեւ Հայաստան հնարավորություն կտա տնտեսական նաեւ օգուտներ ունենալ, լինել տարածաշրջանային այս ենթակառուցվածքների մաս, ինչը նաեւ կա, եթե մենք նայենք խաղաղության խաչմերուկի այդ 4 սկզբունքները, որտեղ նաեւ գրվում են հիմնական գրված են այն մոտեցումները, որ Հայաստանը տեսնում է, մեր տեսլականն է տարածաշրջանային այսպես կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչի մասին նաեւ խոսում են տարբեր հայաստանյան պաշտոնյաներ, բայց միաժամանակ նաեւ մենք տեսնում ենք, որ ակնկալություն կա եւ բոլոր այս տարածաշրջանային գործընկերների եւ ներտարածաշրջան եւ այսպես կոչված արտատարածաշրջանային ուժերի, որոնք նաեւ կարող են ներգրավել, բայց կարծում եմ, որ նաեւ նպատակն է այսպես նվազագույնի հասցնել նաեւ այն որակումները, որոնք հիբրիդային պատերազմների տեսքով ներկայացնում են, որ Հայաստանը իբր չի ցանկանում տարածաշրջանը բացել, անդադ արգելափակում է տարբեր հնարավորություններ, ինչ որ մեղադրելով Հայաստանին տարբեր այսպես ոչ կառուցողական գործընթացներ ներգրավվածության մեջ, եւ սա շատ լավ օրինակ է, ինչպես նաեւ մենք տեսնում ենք մեր տեսանկյունից եւ նաեւ փոխշահավետ այսպես գործընթաց, որը կարող է նաեւ կյանքի կոչվել։ Տեսեք, դուք խոսում եք տնտեսական եւ քաղաքական անվտանգության հարցերի մասին։ Եթե դիտարկենք ասիական տարածաշրջանը, իհարկե հասկանալի է, որ Ասիան միատարր չէ եւ կենտրոնական Ասիան կամ Մերձավոր Արևելքը էական տարբեր քաղաքականություն ունեցող երկրներ են։ Այս բոլոր դեպքերում միջազգային նաեւ հետազոտությունները նայելով տեսնում ենք, որ ասիական երկրները ամբողջ աշխարհում նախ տնտեսապես ամենամեծ պոտենցիալ ունեցող եւ ամենաառաջանցիկ տեմպերով զարգացող երկրներն են, սա մեկ, եւ երկրորդ քաղաքական անկայունության տեսանկյունից անկայունության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներն են։ Հիմա սկսվել է, այսպես ձևակերպենք, Եվրոպա-Ասիա հաղորդակցության հետ կապված նոր դիվանագիտություն, եւ Հայաստանը ինչպես կարող է ինտեգրվել այս դիվանագիտության մեջ, հաշվի առնելով նորից կրկնեմ տնտեսական աճող հնարավորությունները եւ քաղաքական անկայունությունները։ Ինչ է սպասվում, մենք կարող ենք ունենալ որոշակի դերակատարում, իսկապես դա հնարավոր է մշակել ռազմավարական անհրաժեշտ փաստաթղթերի միջոցով կամ համապատասխան դիվանագիտական գործիքակազմի միջոցով, ինչ ունենք մենք այս տեսանկյունից։ Տեսեք, այո, ցավոք սրտի պետք է նշել, որ այսօրվա աշխարհը դա կոշտ ուժի, նաեւ ինչ որտեղ պատերազմակերպման, այսպես ուժի ցուցադրման, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ եւ Մերձավոր Արևելքում եւ նաեւ
տարբեր տարածաշրջաններում այդ ուժային այսպես դրսևորումները, երկրներ, որոնք միմյանց նկատմամբ կարող են նաև ուղղակի տարածքային հավակնություններ ունենալ կամ ուժի դիրքերից հանդես գան, եւ մենք ցավոք սրտի տեսնում ենք նաև տարբեր այսպես նման օրինակ պատերազմ, ինչպես օրինակ մենք Արցախում ունեցանք այդ հայաթափումը եւ դարձյալ այդ ուժի այսպես միջամտության ազդեցության ներքո դրա սպառնալիքի տակ նույնպես նաև այլ տեղերում կարող եք տեսնել, սա նշանակում է, որ մեզ համար նույնպես մի ազդակ է հերթական անգամ, որ փորձել նաև օգտագործել հնարավորին չափ այն գործիքները, որոնք կարող են նաև նվազագույնի հասնել, փորձել նաև հնարավորությունահեն այսպես քաղաքականություն մշակել, հասկանալ, որ ինչ հնարավորություններ կա, որը կարող է մեր երկիրը օգտագործել, քաղաքական կայունության առումով դա վերաբերում է ավելի շատ ներքաղաքական մեր գործընթացներին, որտեղ նաև կուսակցությունները, պարլամենտը, կառավարություն, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է նաև այսպես հայկական այդ կառավարման կամ մեր մոտեցումները, որը կապված է մեր երկրի քաղաքական կայունության հետ, ունենան փոխադարձ համաձայնություն, փորձեն նաև նույն ուղղությամբ տարբեր քայլերով աշխատել, փորձել նաև ձևավորել այդ երկխոսութային, այդ գործընկերային միջավայրը մեր երկրում, տնտեսական անվտանգության այլ հարցերի հետ կապված մենք տեսնում ենք, որ նաև մենք իսկապես ինչ-որ բան ներկայացնում ենք, որովհետև այդքան երկրներ մեր նկատմամբ ունեն իրենց քաղաքական դրսևորումները։ Մի մասը ինչ-որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, որը խոսում են դարձյալ ուժի դիրքերից հանդես գալով, ինչ-որ երկրներ մեր նկատմամբ ունեն որոշակի վերապահումներ եւ այդ մասին բաց խոսում են, որ Հայաստանը ինչ պետք է անի, որ նրա հետ ունենան դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը Հայաստանի հետ, փորձեն նաեւ նոր կոմունիկացիոն հնարավորություններ քննարկել։ Սա նշանակում է, որ մենք պետք է ականջալու լինենք, հետևենք, տեսեք այդ գործընթացները մեր շուրջ են տեղի ունենում եւ մենք այդ գործընթացների մեջ ենք եւ աշխարհը Հայաստանակենտրոն չէ եւ տարածաշրջանն էլ Հայաստանակենտրոն չէ, կա նշանակում է, որ այդ գործընթացները տեղի կունենան, խնդիրը նա է, որ հնարավոր չէ փորձել կանխատեսել այդ միտումները, հասկանալ դրանց ուղղվածությունը, իսկ մենք նկատում ենք, թե ինչ է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Թուրքիա, Ադրբեջան ինտեգրման նոր միտումներ, որոնք նաև նոր պահանջներ են դնում Հայաստանի առջև, թուրքական աշխարհի համատեղ ծրագրեր, որոնք նաև իրականացնում են թուրքախոս, թուրքալեզու պետությունները, մենք տեսնում ենք նաև եվրասիական տնտեսական ձևաչափում նոր զարգացումներ, տեսնում ենք նաև Շանհային համագործակցության կազմակերպությունը, տեսնում ենք BRICS ձևաչափում նոր դրսևորումներ, երկրներ, որոնք տեխնացու անդամ են, հայտ են ներկայացնում անդամության համար, ընդհանրում դրանք մեր տարածաշրջանում գործող ակտիվություն ունեցող երկրներ են, սա նշանակում է պետք է նաև հետևել, այսպես փորձել նաև մեր որպես փոքր պետություն կարողանալ այդ մեծ մարտահրավերները նվազագույնի հասցնել, փորձել նաև օգտակար այսպես եզրակացություններ անել մեր երկրի այսպես արտաքին քաղաքականության եւ մշակման եւ իրականացման գործընթացում փաստաթղթերը նույնպես կարեւոր են, որովհետեւ այո, չնայած դրանք երաշխիք չեն, բայց համաձայնությունների եւ պայմանագրերի կամ այսպես տարբեր քննարկումների ձևաչափում դրանք արձանագրում են այն հիմնական մոտեցումները, որոնք դու կարող ես այդտեղ ունենալ։ Հիմա այլ խնդիրը թե դա ինչպես կլինի դարձյալ երկկողմանության կամ բազմակողմանության տեսանկյունից, ինչպես կարող է դա հետո կյանքի կոչվել։ Օրինակ նույնը կարող ենք ասել ընդհանրենք ապագա այդ խաղաղության պայմանագրի շուրջ, որ Հայաստանը նախապատրաստում է ստորագրել Ադրբեջանի հետ, կամ նորմալացման գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հավանաբար էլի կային ինչպես նախկինում այդ երկու արձանագրություններն էին, միգուցե նման ինչ որ ձևաչափ նույնպես նախալինի հնարավորություն Հայաստանի համար, այսինքն պետք է ակտիվ այսպես փորձել եւ ներսին եւ արտաքին այսպես մակարդակում աշխատել, հնարավորին չափ փորձել օգուտներ քաղել, այդպես իրատեսական պրագմատիկ օգուտներ։ Դուք նշեցիք բազմաթիվ ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ տարածաշրջանի եւ միջազգայնացման գործընթացներում եւ նշեցիք նաեւ այդ շրջանակում ներքաղաքական գործընթացների մասին։ Արդյոք մենք ներքին քաղաքական գործընթացներում իսկապես ունենք այն քաղաքական համակարգը, ի նկատի ունեմ ինչպես ուժեղ իշխանությունը, այնպես էլ ուժեղ ընդդիմությունը, գաղափարապես, գիտելիքով, իրենց հնարավորություններով ուժեղ,
որոնք կարող են կամ փոխգործակցության, կամ, չգիտեմ, հակադրության միգուցե ձեր կարծիքով, այսինքն ինչպես կարող է Հայաստանի ներքաղաքական համակարգը լուծումներ առաջարկել ձեր նշած մարտահրավերներին։ Ունենք դրա համապատասխան ձևաչափեր, ունենք դրա ռեսուրսներ, քաղաքական ռեսուրս իսկապես կա, այստեղ ուղղակի խնդիրը իշխանություն կամ ընդդիմություն ձևավորված երկխոսությունը չէ, կամ մեծամասնություն կազմող իշխանությունը չէ, այստեղ խնդիրը քաղաքական ամբողջ համակարգն է, որտեղ մենք տեսնում ենք, որ իսկապես դիմակայելու բազմաթիվ գործոններ ունենք եւ մեր քաղաքական համակարգը որքանով է պատրաստ դրան։ Այո, քաղաքական համակարգը, վարչակարգը, կառավարման ձևը, այո, նաեւ կուսակցությունները, հատկապես կառավարող կուսակցությունը եւ եթե մենք նայում ենք նաեւ հետխորհրդային տարածքի երկրներ, մենք էլ այդ ժառանգությունը կրող երկիր ենք, կտեսնենք, որ բոլոր հետխորհրդային երկրներում կա այդ կառավարող կուսակցության այդ այսպես հարցականը, կան շատ քիչ երկրներ կա, որոնց հաջողվել է ունենալ այդպես առանցքային դերակատարում ունեցող կառավարող կուսակցություն եւ կան երկրներ, որոնք ձևավորել են հետո իշխանության փոփոխությունից հետո այդ կառավարող կուսակցությունը կորցրել է իր ներուժը, դադարել է որպես քաղաքական համակարգում գործող դերակատար լինելուց, ուրեմն այս առումով նաեւ պետք է մեր իրականությունը, եթե մենք նայում ենք, պետք է մեծ ուշադրություն դարձնել պարլամենտում ներկայացված կուսակցություններին, պետք է այդ քաղաքական մշակույթը նաեւ նպաստի նաեւ երկրում արկա խնդիրների բարձրաձայնմանը, ոչ թե առճակատման կամ ցածր քաղաքական մշակույթի ձևաչափում քննարկումներ, այլ կառուցվածքային, բովանդակային քննարկումների, որոնք բխում են մեր երկրի քաղաքական կայունության եւ նաեւ մեր տարածաշրջանային իրողություններից։ Օրինակ, եթե մենք միայն այն ձևաչափը դիտարկենք, որ տեսեք տարբեր միջազգային կառույցներում կան խորհրդարանական վեաժողովներ կամ դրա ձևաչափով անցկացվող խորհրդարանականների հանդիպումներ, կան համաեվրոպական կուսակցություններ, քաղաքական խմբեր, որտեղ հայաստանյան տարբեր կուսակցություններ մասնակցում են այդ քննարկումներին։ Հիմա եթե այդ օրակարգերը պատշաճ տեղ հասցվեն այդ հարթակներում, ես կարծում եմ, որ դա մեծ օգտակարություն, մեծ օգուտ կբերի նաև մեր երկրում արկա այդ խնդիրների պատշաճ միջազգային հնչեղության տալուն եւ այստեղ ունենք ցավոք սրտի բաց եւ մենք տեսնում ենք, որ հաճախ օրինակ տարբեր հարթակներ եւ Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ հետխորհրդային տարածքում գործող այդ կազմակերպությունների հապ ձևաչափը եւ նաեւ Եվրախորհուրդը, ասենք արևելյան գործընկերության ձևաչափում գործող Եվրանեստը եւ տարբեր նաեւ այսպես ԵԱԿ խորհրդարանական վեաժողովը, ՆԱՏՕ-ի ձևաչափում գործող նման խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները կուսակցությունները կարող են նաեւ արտաքին ասպարեզում օգտագործել եւ նույնը նաեւ կարող ենք ասել այդ այսպես քաղաքական խոսույթի ձևավորմանը, որտեղ նաև քաղաքացիական հասարակությունը պետք է դերակատարում ունենա, օրինակ մենք ունենք աղքատության, սոցիալական անհավասարության հետ կապված հարցեր, բայց մենք ցավոք սրտի օրինակ դրանում չենք տեսնում մեր արմիությունների ակտիվ ներգրավվածությունը, մենք երբեք չենք տեսնում Հայաստանում սոցիալական շարժումներ նման բովանդակության, ոչ թե քաղաքական հայտ կամ մարտահրավեր ներկայացնելու, այլ սոցիալական քաղաքականության բարեփոխումների իրականացման։ Եվ սա նույնպես խնդիր է մեր համար, մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգի առանցքային շատ ինստիտուտներ կամ կարևոր այսպես ինստիտուտներ, որոնք կարող են իսկապես դերակատարություն ունենալ, օրինակ աշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատավարձի հետ կապված տարբեր խնդիրներ, այսպես խնդիրներ, որոնք կարող են կուսակցությունները հետագայում դարձնել պարլամենտում օրինագծերի այսպես տեսքով դրսևորվի կամ օրենքի փոփոխության մակարդակով լինի, մենք ցավոք սրտի դա չենք տեսնում, դրա փոխարեն տեսնում ենք այն ինչ որ ունենք, որը նույնիսկ դժվար է այսպես բնութագրել, մտահոգիչ է շատ, որպես քաղաքագետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մտահոգիչ է, որ հաճախ տեսնում ես եւ հետո չես կարողանում ուսանողներին, հանրությանը, հեռուստաեթերներում բացատրել, թե դրան ինչ անուն կտաս։ Այսինքն այս առումով կարծում եմ, որ չիրացված բազմաթիվ հնարավորություններ կա եւ նմանատիպ քաղաքական համակարգերը, որոնք տարբեր փոխակերպումներ են ապրում, մենք տեսնում ենք, որ հաջող են եղել նրանք, հատկապես օրինակ պոստկոմունիստական երկրներ օրինակը կարող ենք դիտարկել, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա,
այսպես նախկին հարավսլավական հանրապետությունները, որոնք նույնպես մեր նման շատ բարդ տրանսֆորմացիաների միջով են անցել եւ այսօր էլ այդ իրողություններում են, մենք տեսնում ենք, որ հաջողվել է, երբ որ կա պատշաճ արտաքին աջակցություն եւ ներքին համախմբվածություն, այսինքն այդ կոնսոլիդացիայի համախմբման խնդիրը շատ կարեւոր է։ Պարոն Ալեքսարյան, ձեր մեկնաբանություններից ես եզրակացնում եմ, որ մենք չունենք ներառական քաղաքական հասարակություն, այսինքն քաղաքացիները չնայած բաց, ազատ, արդար ընտրություններին, չնայած գործող իսկապես թափանցիկ համակարգին, բայց քաղաքական առումով հասարակության ներգրավվածությունը այդքան էլ մեծ ազդեցություն չունի երկու հիմնական պատճառով։ Սոցիալական պատասխանատվության ինստիտուտ, սոցիալական գործընկերություն սա մեկ եւ երկրորդ քաղաքացիական կրթություն։ Կարելի է ենթադրել, որ իսկապես այս գործոնների վրա ուշադրություն դարձնելու արդյունքում հնարավոր է ունենալ ավելի բարձրակարգ քաղաքական համակարգ եւ պետությունը ավելի ուժեղ կարող է լինել արդեն արտաքին գործոններին դիմակայելու կամ ներքին ռեսուրսները, քաղաքական ռեսուրսները այս շրջանակում մոբիլիզացնելու հնարավորություն կա արդյոք։ Այո, կա, մենք ունենք 600-ից ավելի արհեստակցական միություններ, կա այդ մարդիկ, որոնք վստահ եմ իրենց մտահոգում են նաև տարբեր խնդիրներ, կա հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, կառավարությունը բանակցում է ըստ այսպես ընդունված աշխատանքի միջազգային կազմակերպության չափանիշների նաև նմանատիպ կառույցների հետ քննարկում է տարբեր հարցեր, պարզապես դա պետք է ունենա նաև իրատեսական նպատակային ուղղվածություն, թիրախային եւ սա կարող է նաև բազմաթիվ հարցեր վերհանել, նվազեցնել պոպուլիստական տարբեր այսպես շահարկումները, այլ առարկայական քննարկումներ սկսել։ Այո, դա կարող է նաև օգնել եւ մշակույթի առումով քաղաքական մշակույթի եւ նաև այն կուսակցները, որոնք մանիպուլյացիոն կամ ոչ կառուցողական վարքագիծ ունեն, իրենք կարող են ուղղակի խաղից դուրս իրավիճակում հայտնվել։ Այսինքն սա կարող է նաև կենսունակություն հաղորդել։ Օրինակ հետարքեր է, որ հետխորհրդային տարածք երկրները մենք կտեսնենք կան երկրներ, որտեղ կուսակցությունները մեղմ ասած այդքան ակտիվ չեն, բայց դրա փոխարեն իրենք ունեն արհեստակցական ակտիվ միավորումներ, կառավարությունը եւ երկրի ղեկավարը բարբերաբար նրանց հետ քննարկումներ է անում եւ սա շատ նման է եվրոպական մոդելին, որի շնորհիվ կարողանում են երկրում պահպանել եւ կոնսենսուս եւ քաղաքական համերաշխություն, որտեղ իրական քաղաքացիները մարդիկ հենց այդ տարբեր կառույցներում աշխատող մարդիկ են եւ դրա պատճառով նաեւ հաճախ կուսակցություններ ունենում են խնդիրներ, այսինքն այս տեսանկյունից եթե մենք դիտարկենք կարող ենք ասել, որ այո, բայց դա հանրային աշխատանք է, հանրային քաղաքականության մաս է, սա նշանակում է, որ կառավարող կուսակցությունները, խորհրդարանական, հատկապես խորհրդանում գործող կուսակցությունները տարբեր քաղաքական ձևաչափերում պետք է նման կառույցներին ականջալուր լինեն, նրանց հետ քննարկեն տարբեր հարցեր, փորձեն նաեւ նրանց մասնակից դարձնել այդ սոցիալական քաղաքականության հետ կապված տարբեր հարցերի մշակմանը, նաեւ իրականացմանը, կարողանան նաեւ բացահայտված թերացումները վերհանել, այսինքն այդ շրջափուլը աշխատի իսկապես, եթե կարիք կա հետագայում վերանայել այդ որոշումները, նորից այդ մարդկանց, այդ կազմակերպությունների նկատմամբ, որոնց հանդեպ դա իրականացում վարվում է, նրանց աջակցությամբ կարողանալ այդ խնդիրները լուծել։ Օրինակ, երբ որ մենք հաճախ նաեւ մեր իրականության մեջ նայում ենք, տեսնում ենք, որ նույն արևմուտքը, եթե դիտարկենք, ազատական, պահպանողական կամ ազգայնական այդ տարբեր կուսակցական կառույցներ ունեն սոցիալ-պատմական զարգացման որոշակի ավանդույթներ։ Հիմա մենք, քանի որ տարիներ ի վեր այլ իրողություններում ենք ձևավորվել, մի տեսակ շատ մեխանիկական է ստացվում, երբ որ այդ գաղափարախոսները փորձում ենք տեղայնացնել հայ իրականության մեջ։ Հիմա սա նշանակում է, որ որպես երկիր, որը նաև նոր իրողությունների մեջ է, նաև հաշվի առնելով այն անցյալ իրողությունները, որը մենք ունեցել ենք, պետք է նաև այդ կուսակցական կառույցները, պարլամենտական հատկապես կուսակցությունները իրենց առջև այդ քաղաքական պատասխանատվությունը կրեն, որովհետեւ սոցիալական գործընկերության եւ վերխոսության համակարգը կայանա, որովհետեւ նրանք կառավարությունում են, նրանք պարլամենտում են եւ առանցքային դերակատարման դեպքում կարծում եմ հնարավոր է հասնել նման համաձայնության եւ կարող ենք փոխել մենք եւ մեր շրջակա միջավայրը այս իմաստով այդ քաղաքական մթնոլորտը ավելի կառուցողական դարձնել, ավելի նաև ուղղված երկրի զարգացման մասին ծրագրերի այսպես մշակմանը եւ ես վստահ եմ, որ եթե մենք տեսնում ենք նաև այլ երկրների օրինակներ, որոնք մեզանից նաև շատ վատ վիճակում են, հիմա էլ ունեն ավելի մեծ մարտահրավերներ, քան մենք կարող ենք պատկերացնել,
եւ տեսնում ենք, որ նման հասարակությունները, որտեղ ունեն, որոնք ունեն այդպիսի համախմբվածության բարձր աստիճան գիտակցում, կա քաղաքական առաջնորդության կարևոր ինստիտուտը, կա փոխադարձ այսպես ըմբռնման, փոխադարձ այսպես ընդունելության այդ ընթացակարգերը, նրանք ունենում են հաջողություններ, այսինքն սա նույնպես շատ կարևոր է, թե չէ ստացվում է, որ ինչ որ անդադ ինքնանպատակ, ինչ որ այսպես ուղղությամբ դուք գնում եք, որը ուղղակի արվում է անելու համար, որը բնականաբար հետագայում չի ունենում այն ցանկալի արդյունքը, որը պետք է ունենա։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, եթե մենք դիտարկենք տնտեսական վերլուծությունները եւ այդ շրջանակում փորձագիտական կարծիքը, օրինակ շատ վերլուծություններ հանգում են նրան, որ մենք տնտեսապես անվտանգ չենք, տնտեսապես ուժեղ չենք ռեգիոնալ երկրների հետ փոխգործակցության շրջանակում եւ այդ երկրները մեր մի քիչ ավելի բացվելու դեպքում տնտեսապես կկլանեն ինչ որ առումով Հայաստանին։ Արդյոք նույն ձևաչափը կամ նույն վերլուծությունը կարելի է կիրառել քաղաքական տեսանկյունից եւ մենք ունենք քաղաքական այնպիսի ամրություն, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների շրջանակում իսկապես կարողանանք պահպանել մեր քաղաքական ամուր դիրքերը, ինչով է դա պայմանավորված ուժեղ իշխանությամբ, ուժեղ ընդդիմությամբ, միգուցե քաղաքական գիտակցությամբ ավելի ուժեղ անհատներով, ինչպես կգնահատեք այս իրավիճակը, եթե մենք քաղաքական անվտանգությունը դիտարկենք ներքին ամրության կամ ինչ որ ցուցանիշներով։ Այո, դա բարդ հարց է, պետք է անկեղծ ասել, որ այո, անձերի հարցում ցավոք սրտի մեր բախտը չի բերում եւ սա մեծ խնդիր է, հատկապես քաղաքական առաջնորդությունը հաշվի առնելով եւ մենք տեսնում ենք, որ նաեւ միմյանց նկատմամբ նույնպես առաջնորդներ անհանդուրժող են եւ սա էլ հասարակության մեջ, հատկապես ակտիվ երիտասարդության, նաեւ հատկապես քաղաքացիական հասարակության կառույցները ներկայացնող կամ քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող նաեւ քաղաքացիների մոտ տարակարծների տեղիք է տալիս։ Բայց միմյանց հանդեպ անհանդուրժող են, թե արտաքին ազդեցության պատճառով միմյանց հանդեպ անհանդուրժող են։ Դժվար է ասել, բայց ամեն դեպքում կարծում եմ, եթե արտաքին ազդեցության պատճառով են այդպես, դա մի քիչ տարակարծների տեղիք է տալիս, նշանակում է ինչ որ այսպես մակերեսային գործունեության հետ գործ ունենք, որը բնականաբար նույնպես ցույց է տալիս, որ ուրեմն այդքան կայացած չէ։ Կարծում եմ, որ նաև այստեղ կան խնդիրներ, հատկապես հաշվի առնելով օրինակ մեր հարևան պետություններին, մենք տեսնում ենք, որ հստակ ունեն այդ օրինակ հատկապես քաղաքական առաջնորդության օրինակով հանրային համախմբման իրենց մոտեցումները, թե կրոնական, թե քաղաքական, թե էթնոքաղաքական, որոնք նաև օգտագործում են նաև հանրային այսպես համախմբվածություն ապահովելու համար, նաև ագրեսիվ մեթոդներով, օրինակ եթե մենք նայենք Ադրբեջանը եւ Թուրքիան, Իրանի դեպքում կարող ենք նույնպես ասել, որ կան հետարքիր այսպես ընթացակարգեր այդ երկրում այսպես ներհասարակական այդ համախմբվածությունը օգտագործել նաև արտաքին աշխարհին ցուցադրելու համար, որքան կազմակերպված են, որքան համախմբված են, սա նշանակում է, որ մեր երկիրը նույնպես նման այսպես պահանջ ունի եւ երիտասարդության, նաև երիտասարդ մարդկանց համար, որոնք նաև հանրային այսպես կարևոր ակտիվություն ունեցող հատվածն են ներկայանում, դա պետք է նաև որոշակի այսպես օրինակ լինի պատճենելու, հավատալու, նաև հետևելու այդ ակտիվությանը եւ այս տեսանկյունից նաև կարող ենք ասել, որ մենք այդ դաշտում զգալի աշխատանք եւ բաց ունենք։ Սա նշանակում է, որ երիտասարդությունը նոր քաղաքական գործիչների համար դաշտը բաց է։ Դա եթե չի ձևավորվել այդ ավանդույթները, այդ մշակույթը ունենք այն ինչ որ մենք հիմա ունենք, նշանակում է հանրային պահանջը շատ մեծ է նման գործիչների, նման մարդկանց, ինչ որտեղ նաև այդ երկխոսության դաշտի ձևավորման ունակ շատ այդպես հետարքիր անձի կամ կուսակցություններ միգուցե նաև տեսնելով նաև այդ անհանդուրժողականության կամ ոչ չերխոսելու այսպես միտումները կարող են նաև հեռավորություն պահպանել, չուզենալ նաև ներգրավել, իսկ մենք մեր դեպքում մենք տեսնում ենք, որ քաղաքականությունը այսպես համախմբված կոլեկտիվ գործիք է, միջոց է, միջավայր է, որ ենթադրում է հանրային համախմբվածության բարձր աստիճան, դա քաղաքականության դաշտում մենք կարող ենք տեսնել, որ նաև օրինակը դիտարկելով այլ երկրները, որ դա պահանջում են նաև հրատապ որոշումներ, պահանջում են նաև
ինչ որտեղ այսպես աննախադեպ կամ նմանը չունեցող որոշակի մոտեցումներ, որը նաև բնականաբար հանդիսանում է այդքան նույն քաղաքական առաջնորդների մտքի արգասիքը կամ այն խմբերը, որոնք նաև սատարում են տվյալ անձանց։ Պարոն Ալեքսանյան, երբ որ դուք համեմատություններ եք անցկացնում այս համատեքստում հարևան երկրների հետ, կարելի է ենթադրել, որ հաշվի առնելով այն հանգամանք, որ հարևան երկրների ժողովրդավարության հանդեպ միջազգային զարգացած կառույցները կամ երկրները ինչպիսի մոտեցում ունեն, կարելի է համարել, որ ժողովրդավարությունից բացի այն ինչ որ վստահ է կա մեր երկրում, նաև այլ կոմպոնենտներ են պետք, այսպես ամուր քաղաքական հիմք, ամուր պետություն ունենալու համար, բացի ժողովրդավարությունը, բացի այդ առանցքային ուղենիշերը, միգուցե անհատի դերի վերաբերյալ, միգուցե առաջնորդության հետ կապված, միգուցե մշակութային, կրոնական, պատմական գործոններ, ինչպես դա կգնահատեք։ Եվ նաև ամփոփելով այսպես, այո։ Ասեք Արցախյան երկրորդ պատերազմը եւ նաեւ այս նաեւ 2022-23 թվականի իրողությունները, որոնց հետ մենք առերեսվեցինք եւ ռազմական այսպես միլիտարիզացիայի մակարդակը, որ այսօր մենք տեսնում ենք եւ աշխարհում եւ տարածաշրջանային պետությունների մեջ, մենք տեսնում ենք, որ դեմոկրատիան մի տեսակ ոնց որ հետին պլան է մղվեց, նույնը մարդու իրավունքների հետ կապված օրենքի գերակայության գաղափարները, որոնց շուրջ Հայաստանում ձևավորվել են հետարքի ավանդույթներ, օրինակ, եթե մենք համեմատենք ժողովրդավարության մակարդակը Ադրբեջանում եւ Հայաստանում, նաեւ Վրաստանում, Հայաստանում, Թուրքիայում, Իրանում եւ Հայաստանում, մենք կտեսնենք, որ Հայաստանը բարելավում է եւ դա նաեւ հետարքիր է եւ դա այդ առաջադեմ, այսպես ասենք, այդ կառույցները գնահատում են, կարևորում են, մենք նույնպես շատ ենք կարող, այո, բայց ցավոք սրտի պարզվում է, այո, դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Այո, նշանակում է, որ այո, դա կա լավ է, որ եւ հանրային համախմբվածության տեսանկյունից մենք ազատ երկիր ենք, ունենք բազմաթիվ հնարավորություններ եւ մենք կարևորում ենք այդ ազատությունը, բայց նաեւ նշանակում է, որ կա նաեւ այդ միջազգային համագործակցության ինտեգրվածության բացը, որը մենք տարածաշրջանում դժբախտաբար չենք օգտագործել եւ տարիներ ի վեր ինչ որ կարծրատիպեր են եղել, այսպես ասենք, որը նաեւ խանգարել են ավելի բաց լինել, հաշվի առնելով այդ ռիսկերը, ավելի այսպես համարժեքորեն գնահատել, իմ կարծիքով նաեւ այս ուղղությամբ պետք է աշխատենք, անպայման կարծում եմ, որ մեր համար կարևոր խնդիր է ինտեգրված լինել տարածաշրջանում, այո, կան մարտահրավերներ եւ ռիսկեր, որոնք այդ երկրներից մենք ստանում ենք, պետք է այսպես ողջամտորեն գնահատել, հասկանալ դրանց հնարավոր այսպես սպառնալիքների մակարդակը եւ փորձել նաեւ կարողանալ իրական այսպես մակարդակում իրատեսական գործողություններով հասնել ցանկալի նպատակների։ Այո։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրը քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ալեքսանյանն էր։ Շնորհակալություն։